Տիկին Ղազարյան համաձայնությունների հետ մի տարին ըստ էության գործնական փողի վրա շինարարության մեկնարկը չի տրվել։ Նախ ինչու երբ է հնարավոր արդեն տեսնել այդ շինարարության մեկնարկը եւ Տիկին Ղազարյան երբ որ անցած տարի այնտեղ Վաշինգտոնում ստորագրվեցին այդ մասնաշտերը, վարչապետը հենց այնտեղից հայտարարեց, որ Հայաստանը ապաշրջափակվում է։ Ամբողջական ապաշրջափակման մասին ի վերջո դրա իրականությունը երբ տեղի կունենա, երբ որ թրիփի այդ հատվածը հենց կառուցվի եւ գործարկվի, այսինքն մինչեւ այդ ճանապարհները Թուրքիան, Ադրբեջանը չեն բացի Հայաստանի համար։ Նախ եւ առաջ ես օգտվելով առիթից ուզում եմ բոլորին շնորհավորել, որովհետեւ լրացել է Վաշինգտոնյան խաղաղության հռչակագրի 1 տարին եւ մենք բոլոր քաղաքացիները կարողանում ենք զգալ, որ խաղաղություն է, մենք ականատես ենք լինում, որ երկու հասարակությունների մեջ կա շփում, քաղաքացիական ֆորմատով, մենք տեսնում ենք, որ տեղի ունենում առևտրային գործընթացներ եւ սա ցույց է դնում այն, որ խաղաղությունը փոխշահավետ է եւ երկու պետությունները հետաքրքրված են խաղաղության ինստիտուցիոնալիզացմամբ։ Ինչ վերաբերում է ապաշրջափակմանը, դուք գիտեք, որ տեղի ունեցել է Միացյալ Նահանգներից Բարսաշյան Բարսոյանների այցեր Հայաստան, տեղի ունեցել տարբեր քննարկումներ, դուք տեղյակ եք նաև, որ կրկնապատկվել է թրիփին ուղղված Միացյալ Նահանգների բյուջեն, նշանակվել է արդեն տնօրեն, եւ սա ցույց է դնում այն, որ աշխատանքները ակտիվորեն տեղի են ունենում։ Դուք գիտեք, որ նախորդ տարի շրջանակային համաձայնագիրը նաև հրապարակվեց, եւ սրանք կարևոր իրադարձություններ են։ Ես հասկանում եմ, որ մեր քաղաքացիները սպասում են ավելի արագ գործընթաց, բայց սա կարևոր անկյունակարային պահ է եւ մեր կառավարությունները բանակցում են այս ուղղությամբ։ Ես նկատել եմ, որ կան քաղաքական ուժեր, ուրեմն նրանցից նաև խորհրդանական ընդդիմադիր ուժեր, որոնք տարբեր ճեպազրույցներում վիճարկում են թրիփի միջանցք լինել չլինելու հարցը։ Ես ուզում եմ վերահաստատել, որ այն ինչ կա գրված շրջանակային պայմանագրում չի ենթադրում միջանցք, Հայաստանի գործող իշխանությունը ինչպես ասել են, այդպես էլ արել են, թրիփը միջանցք չէ, Հայաստանի Հանրապետությունը մասնավորապես չի զիջել իր սուվերեն իրավունքներից որևէ մեկը, եւ մենք կարողացել ենք մեր կարմիր գծերից հետ չկանգնել այս առումով, ինչը նաեւ պնդել ենք մինչ այս պահը, երբ որ թրիփի փաստաթղթեր դեռ չէին Տիկին Ղազարյան, դուք ասում եք, որ միջանցք չէ եւ չի զիջել, ընդդիմությունը նաեւ ասում է արդյոք նույն պայմաններով, այսինքն միջազգային օպերատորի ներգրավմամբ այդ front office, back office այդ մոդելով նաեւ Ադրբեջանը կապահովի իր երկրի տարածքով Հայաստանից անցնող բեռների Ուզում եմ հիշեցնել, որ թրիփը հայ-ամերիկյան նախագիծ է, որտեղ որ մենք հստակ սահմանել ենք, որ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա ուրեմն հավասարության սկզբունքով եւ առավելությունները նույնպես պետք է համարժեք լինեն թե Հայաստանի համար, թե մնացած կողմերի համար։ Այս մասով ես կարծում եմ, որ գործադրից ավելի հստակ արձագանք են, ես որպես օրենսդիր պատասխանատու եմ այն պայմանագրերի փաստաթղթերի համար, որոնք այս պահին առկա են եւ կարող եմ հստակ նշել, որ առավելությունները փոխադարձ սկզբունքով են տեղի ունենում։ Նկատի ունեմ մոդելը կլինի նույն մոդելը այդ նույն այդ մոդելը կլինի նաև Ադրբեջանում։ Սրա մասին գործադիրը հավելյալ կներկայացնի։ Ես որ անմիջապես բանակցությունների չեմ մասնակցում, այս մասով չեմ կարող։ Տիկին Ղազարյան, չեք կարծում, որ հենց դա է, որ միջև հիմա հստակ չէ պատճառ նաև, որ ընդդիմությունը պնդում է, որ ավարտեն Տիկին Ղազարյան, սա չի, որ պատճառ է դառնում ընդդիմության այն պնդմանը, որի վերջո Հայաստանը բավարարեց այնինչ ցանկանում էր Ադրբեջանը, չհանդիպել հայ սահմանապահ եւ մաքսային ծառայողներին, մինչդեռ իրենց տարածքում այդ շփումը տեղի կունենա։ Սիրելի շողիկ, ընդդիմությունը պնդում էր, որ նոյեմբերի 9-րդ կետով Հայաստանի Հանրապետությունը պետք է սուվերեն միջանցք տա Ադրբեջանի եւ դա իրականություն չդարձավ, որովհետեւ նախ եւ առաջ նոյեմբերի 9-րդ կետը միջանցք չի ենթադրել, երկրորդը կուլիսների հետևում Հայաստանի իշխանությունը որևէ բան չեն խոստացել երբևէ, եւ երրորդը, որովհետեւ մենք հստակ ասել ենք, որ մենք ապաշրջափակվում ենք եւ որը չի կարող ենթադրել տարածքային կամ մեր իրավունքներից որևէ մեկի զիջում, այն ինչ ասել ենք արել ենք։ Իսկ իմ հարցի մասով, որ հարցը պատասխանեցի։ Այն ինչ որ նույն պայմանները չի գործելու այնտեղ կամ առնվազն միջև հիմա բարձ չգործելու է թե չէ, դա չի հիմքը, որ ընդդիմությունը հիշեցնել, որ թրիփը հայ-ամերիկյան նախագիծ է եւ վերաբերում է շրջանակային պայմանագիրն է, վերաբերում է հայ-ամերիկյան, ուրեմն հայ-ամերիկյան պայմանավորվածություններին։ Բայց անունը ոնց որ փոխեցին Տիկին Ղազարյան եւ ինչ որ
տարածաշրջանային անուն էին այդ նախագծի վերադերսային։ Ես նման բան չեմ Լավ, այլ հարց տամ։ Դուք մեկամյակի արդիվ եք շնորհավորում, դուք տեսաք մեկամյակի արդիվ ադրբեջանական պետական ASTV հեռուստաալիքի ռեպորտաժը Զանգեզուրի միջանցքը ձևակերպմամբ։ Չեմ տեսել Նարեկ եւ առաջարկում եմ, որպեսզի մենք առաջնորդվենք այն սկզբունքներով, որով Հայաստանի Չէ, ես կնայեմ բնականաբար։ Չէ, մենք պետք է հաշվի առնենք, որտեղ այդ են կողմը, որի հետ բանակցությունները ուղիղ ընթանում են, բայց ուզում եմ հիշեցնել, որ մենք նաև պայմանագրով, որը նախաստորագրել ենք, ձեռք ենք բերել պայմանավորվածություններ, որ երկու պետությունների կողմից գործողություններ չեն կարող ենթադրել տարածքային զիջումներ եւ քաղաքական սուվերենության զիջում։ Ես որպես Հայաստանի ներկայացուցիչ զերծ կմնամ որևէ ձևակերպումներից, որոնք կարող են կասկածի տակ դնել որևէ ձևով Ադրբեջանի տարածքային ամբողջականություն եւ քաղաքական։ Բայց իրենք են չէ դնում, եթե կներեք պետական հեռուստաալիք, իսկ մենք գիտենք Ադրբեջանում Ես զերծ կմնամ մեկնաբանել ոչ դուք եք թույլ տալիս ոչ գործընկին։ Իսկ այն որ պետական հեռուստաընկերությունը, որը հաղորդում է հենց Ադրբեջանի նախագահական ապարատի դիրքորոշումը, մենք գիտենք, այնտեղ լրատվամիջոցների ազատության մակարդակը, սա ինքնին Բաքվի պաշտոնական դիրքորոշում կարելի է համարել, սա մտահոգիչ չեք համարում։ Նարեկ, ինչ վերաբերում է այլ պետության հարևան պետությունների ներքին գործերին, ես իրահար չեմ դրանք մեկնաբանելու, երբեք չեմ մեկնաբանել մեր հարևան երկրներից որևէ մեկի ներքին օրակարգերը, դրա համար կասկածի տակ չեմ դնելու, նաև ձեր ասած հարցերը մեդիա ազատությունների վերաբերյալ չեմ պատրաստվում մեկնաբանել։ Իսկ ինչ վերաբերում է արևմտյան իրենց կողմից կոչվող այդ ձևակերպմանը, Հայաստանի գործող իշխանությունները քանի անգամ եւ ես նույնպես կկրկնեմ, մենք նման ձևակերպում չենք ճանաչում եւ թույլ չենք տալու, որ մեր տարածքային ամբողջականությունը որովհետեւ կասկածի տակ դնի, ինչպես դրվի, ինչպես նաեւ քաղաքական անկախությունը, որը մեր կողմից ստորագրված ճշտող հարցերում, երբ որ դուք ասում եք ցանկություն չունեք հարևան պետության ներքին գործերը մեկնաբանել։ Պարզապես այստեղ մի փոքրիկ խնդիր կա, այդ ներքին հայտարարությունները Հայաստանի հայտարարությունը մեդիա ազատության մասին է ասում։ Դա չեմ մեկնաբանել։ Հանրապետությանն է դա առնչվում։ Մեդիա ազատությունը։ Չէ, ես մեդիա ազատության հետ եմ։ Տիկին Ղազարյան գործընկերներն են կարծեմ թե շատ ծանոթ տանում, հա, ռեգլամենտացիոն մասնակից Վլադիմիր Շամկետի մասով հարց չտվեցին։ Մեդվեդևը գլացիները։ Դմիտրի Մեդվեդևը երևի։ Հա։ Նա երես կթեքին Հայաստանից։ Նորից կասեք այդպես։ Եթե Հայաստան այլևս հետաքրքրություն չներկայացնի ամերիկացիների համար երես կթեքին։ Հասկացա։ Ժորժ ջան, ապա շրջափակման օրակարգը եւ հատկապես TRIP նախագիծը շատ կարևոր նախագիծ է, որի շահառուն այո առաջին հերթին իհարկե Հայաստանի Հանրապետությունն է, բայց սա մի նախագիծ է, որը հետաքրքրում է բոլորին, արևմուտքից արևելք եւ այնպիսի կապիտալ ներդրումներ են իրականացվում, որոնք ցույց են դնում, որ նույնիսկ Միացյալ Նահանգներում տարբեր կուսակցությունների հաղթանակի եւ բարդության պարագայում այս նախագիծը մեծ հետաքրքրություն է ներկայացնում եւ կարծում ձեր կողմից նշված պաշտոնյայի ձևակերպումները առնվազն ճշգրիտ չեն։ Տիկին Ղազարյան, ուզում եմ մի հարցել հասնել ապաշրջափակման հետ կապված։ Հիմա TRIP-ի կառուցումը մինչև չավարտվի ընդհանուր ճանապարհներ այսպես մնալու է, սինխրոն են բացվելու այդ ամբողջ ճանապարհները։ Ինչպես մենք Հայաստան-Թուրքիա բանակցություններ կան ապաշրջափակման վերաբերյալ, ինչպես նախկինում ասել եք, մենք Հայաստան-Թուրքիա ուրեմն ապաշրջափակման եւ առհասարակ օրակարգի վերաբերող հարցեր չենք կապում մեր այլ պետությունների հետ բանակցող հարցերի, այսինքն մենք անկնկալում ենք, որ սրանք իրարից անկախ տեղ ունեցող գործընթացներ են եւ չենք ցանկանա, որպեսզի մի կողմից ապաշրջափակումը կախված լիներ մյուս պետությունների։ Տիկին Ղազարյան, հաշվի առնելով այս վերջին հանդիպումները, հա, վարչապետի մակարդակով կամ ընդհանրապես խոսակցությունները TRIP-ի, ըստ կարող ենք ասել, որ այդ ժամկետը, որ աշնանը կտեսնեինք աշխատանքները, պահպանվում է։ Մենք ամեն բան կանենք, որպեսզի հռչակված ժամկետների մեջ մնանք, բայց դուք գիտեք, խոսքը գնում է մեծ նախագծի մասին, մեգա նախագծի տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող նախագծի մասին եւ այս կապակցությամբ կարող են իհարկե ձգձգումներ լինել, բայց ել եմ ասում, դուք տեսնում եք նաեւ ինտենսիվ աշխատանքներ եւ ամեն բան արվում է, որպեսզի մեր ապաշրջափակումը օր առաջ տեղի ունենա։ Տիկին Ղազարյան, դուք ուժեղ Հայաստանի քվեները ազգային ժողով ընտրվել է խնդրահարույց համարում եք։ Ես կարծում եմ, որ առաջին իսկ օրվանից մենք խոսում ենք նրա մասին, որ
խորհրդարանի վարկանիշը պետք է բարձրանա եւ դրա համար շատ կարեւոր է նրանց քվեները խնդրարույց կեղծիքներով համարում եք թե ոչ։ Գիտեք, մենք այս մասին հայտարարություն քանի անգամ արել ենք։ Հստակեցնել, որտեղ իրողություն է փոխվել։ Ինչ իրողություն է փոխվել։ Ազգային ժողովի փոխնախագահ եք ընտրում եւ ձեր թիմակիցների կողքը նստելու եք ուղեկցում պարոն Վարդևանյանին։ Հիմա ուզում եմ հասկանամ, դիրքորոշում փոխվել է, թե համարում եք ամեն բան, որպեսզի խորհրդարանը գործի եւ խորհրդանի աշխատանքները չխաթարվեն։ Շնորհակալություն, հարցնում եմ, խնդրահարույց կեղծիքներով համարում եք իրենց քվեները, դրա մասին կան տարբեր քրեական գործեր դատարաններում եւ ակնկալում ենք, որ դատավարությունները տեղի կունենան արդար ձևով եւ մեր քաղաքացիներին հուզող հարցերը կարող ենք ասել, որ վիճահարույց եք ամեն դեպքում համարում։ Այդ դեպքում ինչպես ընտրեցիք վիճահարույց քվեներով ազգային ժողով։ Դատավճիռ մենք առաջնորդվում ենք խորհրդանի աշխատանքները չխաթարելու սկզբունքով։ Սուր ելույթներ եք ունենում, ասում եք ճակատներից կկպցնենք ընտրակաշարք բարեջ ժամանակ, ինչու չէիք սպասում։ Ձեր թիմակիցներն ավելի ճիշտ ինչու չէին սպասում դատարանի մեծ դժվարությամբ, բայց առաջին իսկ օրվանից մենք հայտարարել ենք, որ լինելու են քաղաքակրթության սահմաններում ի բարօրություն Հայաստանի Հանրապետությանը եւ ես ակնկալում եմ, որ մեր քաղաքացիները առնվազն կնկատեն այն ջանքերը, որ մենք ներդրել ենք այդ գործողությունը չխաթարելու համար։ Ազգային ժողովը որպես կառույց ձևավորվում է եւ ես իմ կողմից որպես պատգամավոր անելու եմ ամենը, որպեսզի խորհրդարանի վարկանիշը բարձրանա։